ձեր եւ դերասանուհի Ալիս Կապլանջյանի ընտանիքը օրինակ է եղել։ Ես ինձ թույլ չեմ տա հարցնել, թե ինչ պատահեց վերջին տարիներին, որ ամուսնալուծության որոշում կայացրեցիք, բայց եթե թույլ տաք, ձեզ ուղղակի կհարցնեմ, թե այդ շրջանը ինչպես ձեզ տրվեց ու փոփոխությունը ինչպես ձեզ տրվեց։ Շատ ծանր տրվեց, մենք գրեթե 50 տարի իրար հետ ապրեցինք եւ պարզվեց, որ ինչ որ բաներ կան չասված, մենք երկար եկանք դրան, բայց ես կարծում եմ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, որովհետեւ անընդհատ վիճելն էլ մի կյանք չի, էլի։ Ձեզ ավելի հաճախ տեսնում են նաև ձեր երիտասարդ կողակցի հետ եւ շատերի մոտ տպավորություն ստեղծվեց, որ ամուսնալուծությունը նոր հարաբերությունների ֆոնին էր։ Մեկը մյուսի հետ կապ չուներ, կողքիդ ունենաս մի մարդ, որը քեզ հասկանում է, որին դու ես հասկանում, շատ կարևոր է։ Մենք լրացնում ենք իրար։ Ժամանակին դուք որոշում կայացրիք 8-րդ դասարանից թողնել կրթությունը, դուրս գալ դպրոցից։ Ձեր կյանքի ընթացքում երբևէ զգացել եք կրթության պակասը, որովհետև ձեր երեխաների պարագայում լավ կրթություն ստանալը դուք միշտ առաջնային տեղում եք դրել։ Երես շատ ջղայնացավ, իհարկե ծեծեց։ Այդ տարի ես մնացի դպրոցում, մնացի նույն դասարանում։ Մի քանի տարբեր գործարաններում աշխատեցի եւ հասկացա, որ սխալ է, ճիշտ է կրթություն ստանալը։ Ծննդյան օրը ես մենակ էի, անձրև էր գալիս, տուն գնալ չէի ուզում, նստած նայում էի, ինձ վրա շատ ազդեց, որ Միքելանջելոն 18 տարեկանում Դավիթ է քանդակել, մտածի ես հեսա շուտով 19-ն եմ դառնում ու ոչ մի բան չեմ արել։ Որոշեցի, որ դպրոցը պետք է ավարտեմ, 26 քննություն։ Երկու անգամ հիշատակեցիք ծեծը, որը ժամանակին որպես դաստիարակչական մեթոդ էր կիրառվում, եւ ծնողները չէին պատկերացնում, որ ծեծը հոգեբանական տրավմաների մի ամբողջ փունջ կարող է ձևավորել երեխայի մեջ։ Վախը, որ հիմա դուք կխոսեք եւ պատասխան քայլը ծնողի կողմից կարող է լինել ծեծը, չէր սահմանափակում ձեզ, չէր կոտրում ձեր եսը։ Այդ արդեն բնավորության հարց է երևի։ Մեկը կոտրվում էր երևի, մյուսը համառորեն գնում էր։ Այդ ժամանակ ընդունված նորմա էր։ Ուզում ես ըմբոստանաս պիտի ծեծ ուտես։ Զգացի, որ ասում եմ ուզում եմ, զգացի, որ հայրս է պարտանում է։ Միացյալ Նահանգներում կյանքը զրոյից սկսել ինչպես ձեզ ծրվեց։ Դժվար։ Դժվար։ Մանավանդ երբ որ դու մենակ ես, մանավանդ երբ որ երեխաներիդ պատասխանատվությունը կա, իմ մեծ աղջիկը երկար ժամանակ ինձ մեղադրում էր, որ ինչի ինձ բերեցիր Ամերիկա։ Երբ դուք լսում եք ձեր դստեր մեղադրանքը, դուք ինքներդ ձեզ մեղադրում եք։ Իհարկե։ Հաղորդման գործընկերն է Իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Դու ինչի մաս։ Լայֆրումում այսօր ժամանակակից իրականության լավագույն դերասաններից մեկն է Ալեքսանդր Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք ու հյուրընկալվեցիք, որովհետև 6 օրով եւ շատ խիտ գրաֆիկով եք Հայաստանում ու ինձ համար շատ ուրախալի էր այս կարճ ժամանակահատվածում տեղ գտնել ու հանդիպել ձեզ հետ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ինչպես եք ձեզ զգում Հայաստանում։ Ինչպես տանը։ Շատ լավ եմ զգում ինձ Հայաստանում։ Ես չէի պատկերացնում, որ այսքան կապված եմ Հայաստանի հետ, որովհետև չեմ կարողանում մի տարին չլրացած չգամ Հայաստան։ Ինձ համար Հայաստանը ամեն ինչ է։ Իսկ ժամանակին, երբ փաստաթղթային խնդիրներից ելնելով մի քանի տարի Հայաստանում չէիք եղել, տունը կորցրած լինելու զգացողությունը ունեիք, թե Հայաստան վերադառնալուց հետո հասկացաք, որ իրականում սա է ձեր տունը։ Գիտեք, շատ տարբեր զգացողություններ էին այն ժամանակ։ Նախ այդ երկրում կայանալու խնդիրներ, առաջի հերթին երեխաները դպրոց պետք է գնային։ Հետո երբ որ հնարավորություն եղավ, անմիջապես եկա Հայաստան ու այդ ժամանակ հասկացա, որ ինչքան եմ կապված Հայաստանի հետ, ինչքան են իմ արմատները հզոր ու ամուր էստեղ։ Որպես կանոն, մարդիկ, ովքեր ապրում են արտերկրում, միշտ իրենց լիարժեք հանգիստ զգում են հենց հայրենիքում, որովհետև այդ երևի թե այն աներևույթ կապն է, որ մենք ունենք մեր հայրենիքի հետ։ Բայց եւ կյանքի ինչ-որ փուլում միևնույն է, հա, կայացնում են այդ որոշումը մեկնելու։
Ինչը ձեզ ստիպեց այդ որոշումը կայացնելու ու արդյոք մեկնելիս դուք պատկերացնում եք, որ հետո ունենալու եք նման զգացողություն, թե մեկնելիս այլ պատկերացումներ ունեիք։ Չէ, երբ որ մեկնում էի, ես չգիտեի, որ այսքան եմ կապված Հայաստանի հետ, բայց գիտեք, մարդը արժեքավորում է իր ունեցածը այն ժամանակ, երբ որ կորցնում է։ Նույն բանը եղավ մեր հետ, ինձ հետ կոնկրետ, որովհետև երբ որ 6 տարի չէի կարողանում գալ Հայաստան, այդ ժամանակ հասկացա, թե ինչ է ինձ համար Հայաստանը, չնայած շատ ինտենսիվ շրջան էր ինձ համար այդ 6 տարին, առաջի 6 տարին բնական է, ժամանակ էլ չէի ունենում այդքան ինքս իմ հետ զրուցելու ու հասկանալու որտեղ եմ, ինչ եմ, որովհետև խնդիրներ ունեինք։ Եվ հետո իհարկե Հայաստան գալուց հետո, առաջի անգամ գնալուց հետո Հայաստան գալուց հետո նոր հասկացա, որ ինչքան եմ կապված կամ ինչ է նշանակում ինձ համար Հայաստանը։ Չնայած որ եկել էի շատ տարօրինակ զգացողություն էր մոտս, որովհետև 6 տարի բացակայելուց հետո քայլում եմ փողոցներով, ամեն ինչ իմն է, ամեն ինչ օպերա, Աբովյան փողոց, ամեն ինչ իմն է, ամեն ինչը նույնն է, բայց ինչ-որ օտար բան կար, սաունդ կար, օտար ինչ-որ բվոց կար մի հատ, որը խանգարում էր ինձ թվում էր ինչ-որ բան է, էլի, օտար մի հատ բան կար մեջը։ Իդեպ այդ բվոցի մասին միշտ խոսում եք, էլի այդ զգացողությունը ունեք, թե դա միայն առաջին անգամն էր։ Չէ, գիտեք, առաջին անգամն էր դա, հետո կամաց անցավ, որովհետև արդեն երբ որ վերադարձա ու հետո մանավանդ երբ որ ստեղ նկարվում էի արդեն ինչքան երևի 2 տարի արձակուրդ էի գնում Ամերիկա, 2 տարի ստեղ նկարվում էի, ինձ որ հարցնում էին, ես տուրիստ ես եկել Ամերիկա, ասում էի, հա, արձակուրդ եմ եկել, որտեղ իսկապես տենց էր, տարիով ստեղ մնացի նկարվում էի եւ նորից ամեն ինչ ոնց որ ոչինչ չէր փոխվել, ոնց որ ոչինչ ես չէի գնացել Ամերիկա ու այդ տարիները ոնց որ չկային։ Պարոն Խաչատրյան, պատրաստվելիս, երբ ես տարեթվերն էի նայում ու փորձում էի հասկանալ, նկատեցի, որ ձեր կյանքի փաստորեն ուղիղ կեսը անցել է Միացյալ Նահանգներում եւ ուղիղ կեսը անցել է Հայաստանում։ Եթե 39 տարեկանը համարենք այն ճամփաբաժանը, երբ դուք մեկնեցիք Միացյալ Նահանգներ, նախ հետաքրքիր է, հա, եթե երկու մասի բաժանենք ձեր կյանքը, մինչև Միացյալ Նահանգներ մեկնելը եւ Միացյալ Նահանգներ մեկնելուց հետո, ինչպիսին էր մինչևն ու հետոն ձեր կյանքի։ Ամբողջ խնդիրը գիտեք ինչու էր, ամբողջ խնդիրը նայում էր, որ այս ժամանակ ես ինչի այտենց մի քիչ հեշտ գնացի, թեթև գնացի, մի քիչ, որովհետեւ ամեն ինչ փակվեց։ Դպրոցները փակվեցին, թատրոնը փակվեց, կինոն փակվեց, կարծես թե ու ամեն ինչ կանգնեց այդ պետության փլուզման հետ միասին։ Ու ես պետք է մտածեի երեխաների կրթության մասին, որտեղ արդեն մեկը դպրոցական էր, մյուսն էլ դպրոց պետք է գնար։ Դա էր որ հեշտացրեց որոշումը։ Բայց իհարկե ես երկար չեմ բացակայել Հայաստանից ու միշտ իմ Աստված Սարոյանի իմ սիրտը միշտ լեռներում է եղել ու միշտ Հայաստանի հետ կապի մեջ եմ եղել։ Հիմնականում հոգևոր կապի մեջ միշտ անցու դարձին տեղյակ եմ եղել եւ էլի ասեմ այդ կես կյանքի կեսի մի մասը էլի ապրել եմ այն կեսի, որը Ամերիկային է վերաբերում, էլի ապրել եմ Հայաստանում։ Ամեն դեպքում Ամերիկան պարտվում է տարիների առումով։ Չէ, հաստատ տարիների եւ գործունեության երևի, որտեվ իմ դեն ժամանակ իմ վառ գործունեության ժամանակաշրջանը ուզեմ թե չուզեմ ընկնում է այդ տարիների վրա, Հայաստանում եղած տարիների վրա եւ կապված է հայ մշակույթի հետ։ Անոնց որ ես հիմա էլ եմ աշխատում ու այդ առումով քիչ բան եմ կորցրել։
ունենալ համբավ, կարիերա ու թեպետ դրանք բարդ տարիներ էին Հայաստանի համար, ամեն դեպքում դուք Հայաստանում արդեն կայացած մարդ եք, մեկնեցիք Միացյալ Նահանգներ եւ կետը 0-ներ։ Միացյալ Նահանգներում կյանքը 0-ից սկսելի ինչպես ձեզ ծրվեց։ Դժվար։ Մանավանդ երբ որ դու մենակ ես, մանավանդ երբ որ երեխաներիդ պատասխանատվությունը կա, երեխաներիդ կրթության պատասխանատվությունը կա, շատ դժվար է։ Շատ դժվար է ու այն մարդու համար, որը ուզում է ինչ-որ տեղ հասնել, անես չի որ այդ որ ասում են ամերիկան հնարավորությունների երկիր է, անես չի որ դա խոսք է միայն։ Իսկապես հնարավորությունների երկիր է։ Ուղղակի պետք է գտնես ճիշտ քո ճանապարհը եւ համառորեն գնաս դեպի քո նպատակը։ Այդ դեպքում կհաջողես ու իսկապես գիտեք, ես որ գնացի Ամերիկա ու կապված էլի հայ ֆիլմի բանի հետ, որ գալիս է այստեղ նկարահանումների բաներ, ինձ այդ ժամանակ ասում էին եկել ես ծովափին, օվկիանոսի ափին ես կանգնած ու նայում ես այդ փոքր գյոլերի մեջ ես լողանում։ Փորձի գնալ Հոլիվուդ։ Բայց քանի մասնագիտությունը կապված էր լեզվի հետ եւ այդ ժամանակ այդքան էլ հեշտ չէր ակցենտով, այտենց մեծ ակցենտով գնալ։ Իհարկե դժվար էր Հոլիվուդը։ Ես հասկանում եի, եթե ես գնամ դեպի Հոլիվուդ, ես կորցնելու եմ սա, ստեղի հնարավորությունները, ուրեմն պիտի չգնամ Ամերիկայից դուրս, եւ դրա համար երևի մնացի իմ լեջում իմ սեղանի մեջ։ Իսկ Միացյալ Նահանգներում ինչ աշխատանքներ սկսեցիք անել։ Միացյալ Նահանգներում դե ես տեղ հոբբի ունեի, որ եղբայրս պրոֆեսիոնալ ոսկերիչ էր։ Ես էլ ինքս ինձ մոդելներ էի սարքում, խաղում էի դրանով, բարակ ժամանակս դրանով էի լցնում։ Հետո պարզվեց, որ դա դառավ ինձ մասնագիտություն ընդեղ, դարձավ մի բան, որով ես պիտի կարողանամ գոյատևել եւ ընտանիքս պահել։ Ոսկերչությամբ էի զբաղվում եւ բիզնես ունեի ոսկերչական, ճիշտ արծաթ էի աշխատում, ոչ ոսկի, որովհետեւ ոսկին շատ թանկ էր, իսկ իմ հնարավորությունները արծաթի էին ավելի շատ եւ հետո արծաթը ավելի եմ սիրում որպես մետաղ, քան ոսկին, այնց որ արծաթագործությամբ էի զբաղվում։ Ի վերջո, երբ դուք ձեր առաջ դնում եք, հա, այդ հարցը դերասան թե արծաթագործ, ի վերջո դուք երկու մասնագիտությամբ էլ զբաղվեցիք, բայց արծաթագործությունը երևի թե ձեզ օգնեց ոտքի կանգնել եւ պահել նաեւ ձեր ընտանիքը, իսկ դերասան լինելը ձեր ինչ-որ առումով նաեւ կյանքի կոչումն էր, բայց դուք ձեր մեջ որ մասնագիտությանն եք ավելի շնորհակալ։ Դերասանությունը։ Որովհետեւ դերասանությունը ինչքան էլ ես պատահական եկա թատրոն, բայց դերասանությունը իմ էությունն էր, պարզվեց, որ այդպես է, իմ էությունն էր եւ իմ ամբողջ կյանքը։ Ժամանակին դուք ինքներդ չէիք պատկերացնի, որ ձեր ճանապարհը լինելու է հենց այս ուղղությամբ դերասան եք դառնալու, 8-րդ դասայից փականագործությամբ եք զբաղվում, այլ ճանապարհներ եք ձեզ համար։ Այդ ինչքան մանրամասներ գիտեք։ Իհարկե պատրաստվել եմ։ Ու բոլորովին այլ տեղում եք ձեր ճակատագիրը պատկերացնում։ Պատահական մի դրվագ, որը փոխեց ձեր կյանքը։ Առհասարակ ձեր կյանքը պատահականություններից շատ է կազմված։ Չէ, գիտեք, այտենց պատահականությունների, որ շրջադարձային էին ինձ համար, կյանքիս համար, չէ, չեն եղել, ուղղակի ամենամեծ պատահականությունը այդ էր, որ ես եկա թատրոն, որ ես գնացի մի թատերախումբ, սիրողական թատերախումբ, տպագրիչների թատերախումբը, որը ղեկավարում էր վաստակավոր դերասան Մամիկոն Մանուկյանը եւ չգիտեմ հետաքրքրեց ինձ մասնագիտ ես փոքր դեր էի ես խաղալու տեղ շատ հորեղբորոստղան էր զբաղված այդ թատերական խմբում էր ինքը ինձ տարավ այնտեղ խնդրելով որ դերակատարի պակաս ունեն ուղղակի ու տերտերի դեր էր առաջին դերը եւ չգիտեմ այդ process-ը ինձ գրավեց եւ ես դպրոցը էքստերն ավարտեցի որովհետեւ աշխատում էի դպրոց ռեգուլյար չէի գնում բան չէի անում ու էքստերն ավարտեցի դպրոցը
այդ ժամանակ Մայակովսկու դպրոցում էր էքստերն քննությունները եւ թատրոնը դիմացն էր հենց թատրոնը ստուդիա էր բացում տեսեք պատահականությունների մի շղթա որ դարձավ ճակատագրական ինձ համար այդ տարի թատրոնն էլ առաջին անգամ ստուդիա էր բացում եւ ղեկավարը Վարդան Աջեմյանն էր իսկ Աջեմյանի ասիստենտը Մհեր Մկրտչյանը ավելի լավ տանդեմ չէր կարող լինել եւ ես մտածեցի որ որևէ ինստիտուտ տալուց առաջ քննությունները շուտ էին սկսում ավելի քան այսինքն եթե ես կտրվեի ես կհասցնեի որևէ ուրիշ ինստիտուտ տալու բայց նրանց եղավ որ ընդունվեցի ու մնացի ըստ էության դուք հնարավորություն ունեցաք սովորելու մարդ ինստիտուտների մոտ գուցե թատերական ինստիտուտը ձեզ այնքան բան չտար որքան կտային Մհեր Մկրտչյան Վարդան Աջեմյան տանդեմը իրանց այդ շփումը ինձ համար մեծ դպրոց էր մանավանդ հետո բանի խնդիր եղավ ես մտածեցի որ այն ժամանակ ինստիտուտի դիպլոմ բան գիտեք ինչ էր ոնց ինստիտուտի դիպլոմ չունի ու երբ որ ես մոտս Աջեմյանին ասեցի Վարդանի քիչ ուզում եմ գնամ ինստիտուտ հիմա բաներ զան ինչ տա պետք է ինստիտուտ ասի Վարդանի քիչ դիպլոմա ինչ է քեզ տալու դիպլոմա հենա բեմի վրա ես արդեն ու չթողեց եւ դրանից մի տարի հետո սկսվեցին այդ ժայռի աշխատանքները, ժայռ ֆիլմի աշխատանքները ու տենց մնացի ստուդիայով ու թատրոնով, բայց իհարկե թատրոնում մասսայական տեսարաններում դուրս գալով, դերասանների հետ շփվելով, առօրյա եմ շփվելով իրանց հետ, իհարկե շատ բան սովորեցի, շատ մեծ դպրոց էր, որովհետև ավելի լավ, ավելի հետաքրքիր դպրոց կան առօրյայում դերասանների հետ շփվելը եւ ամենօրյա տարբեր փորձերին ներկա լինելը նստել լսելու ուղակի հետաքրքիր էր շատ որովհետև ամենագրավիչը երևի այդ փորձերի process-ներ փորձերի ընթացքը որտեղ մտովի գոնե ձևավորվում էր բնավորությունները բաները հարաբերությունները մարդկանց ներկայացման մեջ եւ իրանց ով ինչ կյանքով է ապրել ժամանակին շատ հետաքրքիր process է շատ դուք մի ուրիշ դպրոց անցաք որը ձեզ բնականաբար շատ մեծ բազա տվեց եւ շատ օգտակար եղավ բայց ժամանակին դուք որոշում կայացրիք 8-րդ դասարանից թողնել կրթությունը դուրս գալ դպրոցից հետո արդեն գիշերային դպրոցում շարունակել ձեր կրթությունը բայց դուք էլ խոստովանում եք որ այդտեղ ավելի շատ կենտրոնացած եք միևնույն է աշխատելու վրա ձեր կյանքի ընթացքում երբևէ զգացել եք կրթության պակասը որովհետեւ ձեր երեխաների պարագայում լավ կրթություն ստանալը դուք միշտ առաջնային տեղում եք դրել, այսինքն անդադ դա եք շեշտում։ Տեսեք, ես համալսարան չավարտելու կամ դիպլոմ չունենալու խնդիր ինձ համար տենց սուր չի եղել, որովհետև ես շատ էի կարդում եւ ասեմ ձեզ, որ դպրոցում մնացի դասարանում հենց կարդալու պատճառով, որովհետև զավեշ տալի պատմություն էր ձեր ժամանակը եթե թույլ կտա։ Իհարկե։ 4-րդ դասարանում էի, գնում էի դպրոց, կայարանի մոտ էր դպրոցը, իջնում էի կայարան, չէի մտնում դպրոց, իջնում էի կայարան, գնում էի այդ սպասասրահը, զալ ожидания, նստում էի այնտեղ ու կարդում էի։ Կարդում էի, հետո դպրոցը, որը դպրոցի դասերի ժամը գալիս էր, վերջանում էր, հավաքում էի պայուսակս, գնում էի տուն։ Մի օր հերս ինչ-որ բան կասկածելով քուրս առաջի դասարան էր այդ ժամանակ քուրս եւ քրոջս գրքերն ա դնում իմ պայուսակի մեջ ես որ պայուսակս բացում եմ սովորականապես հանում եմ իմ գիրքը որ կարդում եմ հանում եմ նստում կարդում եմ նորից գալիս եմ տուն հերս հարցնում հա ո՞նց էր դպրոցը օրագիրը ցույց տուր մի հատ տեսեք ինչ գրքեր ես ինչ դասեր ունեիք գրքերդ մի հատ ցույց տուր ինչ ասել հանում եմ տեսնում եմ քրոջս գրքերն ա Վերս շատ ջղայնացավ
իհարկե ծեծեց եւ այդտենց այդ տարի ես մնացի դպրոցում դասարանում նույն դասարանում մնացի նույն դասարանում այն ժամանակ շատ խիստ էր այդ հարցերը մնացի նույն դասարանում ու 8-րդ դասարանից ինչի դուրս եկա դպրոցից որովհետեւ ուզում էի աշխատել ուզում էի ավելի ինքնուրույն դառնալ ավելի ինքնուրույն եմ ուզում դառնալ ուզում էի մտածում էի որ աշխատանքով որ աշխատեմ ավելի ինքնուրույն կլինեմ դե իսկ կրթությունը բանը գիշերային դպրոց կգնամ եւ մի լավ ծեծել այդտեղ կերա երբ որ ասացի որ դուրս եմ գալիս դպրոցից բայց իհարկե որոշել էի որ տենց պետք է լինի եւ ծնողներս ասում ուզում ես տենց արա նայ դու որոշի քո կյանքն է դու որոշի վերջին հաշվով եւ տենց գնացի աշխատելու աշխատեցի մի քանի գործարաններում մի քանի տարբեր գործարաններում աշխատեցի եւ հասկացա որ սխալ է ճիշտ է կրթություն ստանալն է ճիշտ է մասնագիտություն ունենալն է եւ այդ պատահականությունը որ եղավ ինձ հետ ու ամենաշրջադարձային մի բան էլ եղավ որ իմ մնաց եղավ որ իմ ծննդյան օրը ես մենակ էի անձրև էր գալիս անձրևից փախնելու համար մտա ես երկաթուղայինների ակումբ կա Կայարանի մոտ մտա այդ ակումբում ֆիլմ էր գնում ինձ համար կարևոր չէր ինչ ֆիլմը կարևորը որ անձրևի տակ չլինեի որտեղ տուն գնալ չէի ուզում մենակ էի ու Միքելանջելո ֆիլմն էին ցույց տալիս եւ երբ որ նստած նայում էի շատ վրես ազդեց որ Միքելանջելոն այդ իր ամբողջ գործունեությունը հələ մի կողմ դրած իմ վրա շատ ազդեց որ Միքելանջելոն 18 տարեկանում Դավիթ է քանդակել ես մտածեցի ես հեսա շուտով 19-ն եմ դառնում ու ոչ մի բան չեմ արել ոչինչի ընդունակ չեմ ու որոշեցի որ դպրոցը պետք է ավարտեմ որևէ տեղ գնալու համար նախ պետք է դպրոցը ավարտես ու որոշեցի որ պատրաստվեմ 26 քննություն 26 բոլոր առարկաները այսինքն 8-րդ դասարանից վերև բոլոր առարկաները պետք է քննություն տայի եւ սկսեցի պարապել մոտ մի 8 ամիս պարապելուց հետո գտա այն դպրոցը որտեղ որ էքստերն էին հանձնում տեսեք պատահականության շղթաները դպրոցները մայթը պետք է անցնեի որ դպրոցից գնայի թատրոն դիմացի մայթն էր ինձ դպրոցն ու թատրոնը եւ այդտենց ստուդիան որ բացվում էր ասի որ հետո Իմ գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից ձեզ նվեր քարտ։ Իմպլանտումը գործում է ոչ միայն Հայաստանում, այլև Միացյալ Նահանգներում, քանի որ ամեն դեպքում ձեր կենսակերպը հիմնականում Միացյալ Նահանգներում է, կարող եք հենց այնտեղ օգտվել նվեր քարտից ու իրենց ստոմատոլոգիական ծառայություններից։ Սա Հայաստանի գլխավոր ստոմատոլոգի հիմնադրած կլինիկան է եւ վստահաբար ձեր շատ որակյալ ծառայություններ կմատուցեն։ Շնորհակալ եմ անչափ։ Սիրով։ Շնորհակալ եմ։ Ատամնաշարի ուղղման նորարարական միջոցն արդեն Հայաստանում է, ու սա ինձ շատ է հետաքրքրում, քանի որ մի ամբողջ կյանք վախեցել եմ բրեկետներից, բայց այս տարբերակից օգտվելու եմ։ Հիմա եւ ինձ համար կոնսուլտացիա ենք անելու եւ ձեզ համար կարեւոր հարցերի պատասխաններ ենք ստանալու իմպլանտումի հիմնադիր Հայաստանի գլխավոր ստոմատոլոգ Դավիթ Մաթևոսյանից։ Ողջույն Դավիթ։ Ողջույն Ամալիա։ Էլայներները ատամնաշարի ուղղման նորարարական մեթոդ են, որը նաեւ պակաս տրավմատիկ է։ Ինչ առավելություններ ունի ատամնաշարի ուղղման այս տարբերակը։ Էլայներները հնարավորություն են տալիս ատամնաշարը ուղղել թափանցիկ կապաների միջոցով։ Մենք խուսափում ենք բրեկետների կրումից, որը որ ինչպես գիտենք շատ դեպքերում էսթետիկ առումով անհարմարություն է պատճառում։ Նմանատիպ թափանցիկ կապաներ առաջարկում են մի շարք ընկերություններ, բայց այն առաջին անգամ առաջարկվել է ամերիկյան Invisalign ընկերության կողմից եւ լավագույն
հնարավորությունը եւ պլանները եւ արդյունքը հնարավոր է ստանալ Invisalign aligner-ների միջոցով, որը հիմա Հայաստանում, ինչպես նաեւ Մոսկվայում էքսկլյուզիվ ներկայացում են մեր կլինիկաների ցանցում։ Ինչով է պայմանավորված էքսկլյուզիվ համագործակցությունը։ Քանի որ մենք ունենք կլինիկա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իրենց հետ սկսված համագործակցությունը հետագայում մենք կարողացանք տարածել մեր ամբողջ ցանցի վրա եւ այս պահին կարողանում ենք ներկայացնել եւ Հայաստանում եւ Ռուսաստանի Դաշնությունում արգելքների պատճառով Invisalign-ը չի համագործակցում այնտեղի կլինիկաների հետ, բայց հաշվի առնելով, որ մենք ունենք իրենց հետ էքսկլյուզիվ պայմանավորվածություն, մեր Մոսկվայի կլինիկայում հնարավոր է տեղադրել օրիգինալ Invisalign։ Եթե ես չեմ սխալվում, aligner-ները ունեն որոշակի առանձնահատկություններ եւ կան դեպքեր, երբ ամեն դեպքում ծնոտի ուղղումը, ատամնաշարի ուղղումը հնարավոր է միայն բրեկետների միջոցով։ Ինչ փուլեր է անցնում պացիենտը հասկանալու ինքը կարող է aligner-ների միջոցով իրականացնել իր ատամների բուժումը, թե ոչ։ Այո, իրականում դա շատ կարևոր է, որովհետև ատամնաշարի ուղղումը թափանցիկ կապաներով հնարավոր է, բայց շատ կարևոր է, թե ինչպես է պլանավորվում այդ ուղղման process-ը։ Մի շարք ընկերություններ կան կամ դեպքեր կան, որ հենց իրենք կլինիկաներն են ուղղակի պատրաստում aligner-ներ, որտեղ որ ճիշտ չի հաշվարկվում բուժման պլանը եւ որի արդյունքում որ ունենում ենք խնդիրներ։ Այ հենց այստեղ է կարևորությունը, որ օրինակ Invisalign ընկերությունը հաշվի առնելով իրենց երկար տարիների փորձը եւ իրենց բարձրակարգ մասնագետները, որոնց հետ մենք որ համագործակցում ենք մինչեւ բուժման պլանի կազմումը, կարելի է ասել բարդագույն դեպքերը հնարավորություն է տալիս ուղղել հենց Invisalign-ի կապաների aligner-ների միջոցով։ Թափանցիկ կապաններով բուժումը շատ ավելի հարմարավետ է, նաև շատ ավելի թանկ է։ Aligner-ներով բուժումը կարող է որոշ դեպքերում այո բրեկետներից թանկ լինել, բայց ինչ որտեղ նաև հնարավոր է դեպքեր կարող լինել, երբ որ օրինակ փոքր կորեկցիաներ են, ընդհանուր արժեքը ավելի մատչելի լինի, քան բրեկետների դեպքում, քանի որ գինը ձևավորվում է թե քանի aligner կօգտագործվի այդ բուժման ընթացքում։ Այսինքն, եթե անկախ ամեն ինչից բրեկետի տեղադրման արժեքը ինքը նույնն է, այս դեպքում կախված դեպքից հնարավոր է, որ արժեքը լինի ավելի ցածր։ Պացիենտը ի սկզբանե իմանում է իրեն քանի aligner-ը պետք թե դա այսպես անակնկալ է բուժման ընթացքում։ Իհարկե, պարտադիր իմանում է, առաջին այցի ժամանակ մենք իրականացնում ենք սկանավորում, նշված սկանավորված ծնոտը եւ ռենտգենները, պացիենտի նկարները ուղարկվում են Invisalign ընկերություն, որտեղ որ տվյալ դեպքի համար ստեղծվում է բուժման պլան եւ ուղարկում են մեզ բուժման պլանը, որը որ մենք պրեզենտացիա ենք անում, ինքը տեսնում է իր աչքով, թե ինչ արդյունք է լինելու բուժման վերջում, այսինքն հատուկ ծրագրի միջոցով մենք կարողանում ենք ցույց տանք ատամների ուղղման process-ը, ցույց է տրվում, թե քանի կապա պետք է aligner պետք է օգտագործվի արդյունքը ստանալու համար եւ այդ պահին արդեն կարողանում ենք նաեւ բուժման արժեք հասել։ Իսկ հնարավոր է վերջնարդյունքը տարբերվի այն արդյունքից, որը իրեն ի սկզբանե ցույց էիք տվել։ Վերջնարդյունքը չի կարող տարբերվի այն արդյունքից, որ մենք նախապես պրեզենտացիա ենք արել պացիենտի համար, բայց իհարկե շատ մեծ նշանակություն ունի նաև պացիենտի ճիշտ համագործակցությունը, որտեղ aligner-ները աշխատում են այն ժամանակ, երբ որ պացիենտը կրում է։ Եթե պացիենտը ճիշտ չի հետևում կրելու ժամանակացույցին, չի դնում aligner-ները, արդյունքը կարող է երկարել կամ արդյունքը կարող է ընդհանրապես չլինել։ Առնվազն 20-ից 22 ժամ պետք է կրի, բայց հեշտ հնարավոր է հանել, այսինքն եթե օրինակի համար ինչ որ 10-15 րոպե իրեն պետք է հանդիպում, խոսել կամ հաց ուտել, այդ ժամանակահատվածում շատ հեշտությամբ հնարավոր է հանել ու տեղադրել։ Խոսքի վրա ազդում է aligner-ը։ Aligner-ը ընդհանուր առմամբ խոսքի վրա չի ազդում, բայց սկզբի ժամանակ, երբ որ տեղադրում ենք, հնարավոր է մի քանի օր դիսկոմֆորտ լինի։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շատ սիրելի մարդիկ նաև իմ օրինակով կարող եք հետևել, թե ինչ արդյունք է տալիս Invisalign-ը։ Հենց հիմա ես ատամների բուժման process եմ անցնում, որից հետո արդեն կկրեմ թափանցիկ կապանները եւ հուսով եմ, որ կհարմարվեմ։ Իսկ իմպլանտումի եւ Դավիթ Մաթևոսյանի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Պարոն Խաչատրյան, ավելի ավագ սերնդի մոտ նախորդ դարաշրջանում դաստիարակության մեթոդները մի փոքր այլ էին եւ
Տեսեք, դուք երկու անգամ հիշատակեցիք ծեծը, որը ժամանակին որպես դաստիարակչական մեթոդ էր կիրառվում, եւ ծնողները չէին պատկերացնում, որ դա կարող է ինչ-որ կերպ ազդել երեխայի հոգեբանության կամ ձևավորման վրա։ Մենք իրականում հիմա շատ սուր ենք ընկալում նման հարցը եւ իրականում ծեծը հոգեբանական տրավմաների մի ամբողջ փունջ կարող է ձևավորել երեխայի մեջ։ Ժամանակին, երբ միջավայրում գրեթե բոլոր ընտանիքներում նույնն էր, այդ ամեն ինչը ինչպես էր անդրադառնում ձեզ վրա։ Ես ասեմ դες, որ նախ այդ մասին հետո ես մտածում երևի թե, բայց այդ ժամանակ իհարկե շատ բան էր նորմալ էինք համարում երևի, որ զանցանքը պիտի պատժվի։ Երբ որ հետո հասկանում էիր, որ դու մեղք ես գործել, մեղավոր ես, սխալ ես, որովհետև այդ տարիքում 16-17 տարեկանում դու ունես քո ճշմարտությունը, որը իրական ճշմարտության հետ կապ չունի, որը ավելի ռոմանտիկ ճշմարտություն է, ավելի բան ճշմարտություն է, քան իրականությունը։ Եվ դրա համար այդ ժամանակ մեր մոտ ընդունված նորմա էր, որ իհարկե ուզում ես ամբոստանաս պիտի ծեծ ուտես, պիտի պատժվես, որովհետև ամբոստությունը, հետո երեք մի մոռացեք, որ մենք սովետական միության product ենք, սովետական միության մեջ դաստիարակված եւ մեծացած այդ սիստեմը շատ տարբեր էր, շատ։ Ես հետո հասկացա, հետո որ գնացի Ամերիկա, նոր այնտեղ Ամերիկայում հասկացա, որ դեմոկրատիան ինչ է, էլի, այսինքն որ մարդը ազատ է իր կարծիքը հայտնելուն, մարդը ազատ է իր ճիշտ է թե սխալ կարևոր չի, կարևորը որ ինքը ազատ է իր տեսակետը հայտնելու կամ իր ճշմարտությունը բարձրաձայնելու։ Իսկ այդ վախը, որ հիմա դուք կխոսեք եւ պատասխան քայլը ծնողի կողմից կարող է լինել ծեծը, չէր սահմանափակում ձեզ, չէր կոտրում ձեր եսը։ Գիտեք, այդ արդեն բնավորության հարց է երևի բնավորության հարց է, որովհետև մեկը կոտրվում էր երևի, մյուսը համառորեն գնում էր առաջ, մյուսը ավելի հակառակ բաներ էր անում, ինադեր են գնում, դիտմամբ հակառակվում էր ու ավելի ծայրահեղությունների էր գնում։ Նայած բնավորության հարց էր։ Դուք ամեն դեպքում չէիք կոտրվում։ Չէ, ամեն դեպքում ես մտածում էի, որ ես ճիշտ եմ եւ իմ ճշմարտությունն էի մղում առաջ, այտենց։ Ձեր ծնողների հետ երբևէ եկավ շրջան, որ սկսեք երկխոսել, թե միշտ այդ որոշակի հեռավորությունը կար։ Չէ, երբեք հեռավորություն չի եղել, նույնիսկ այդ ծեծելու բանի ժամանակ այդ ժամանակ հեռավորություն չի եղել, որովհետև այնուամենայնիվ ես հասկանում եմ, որ ավելի հարազատ մեկը չունեմ եւ իրանք էլ չունեն ավելի հարազատ մեկը եւ այն ինչ որ արվում է իմ լավի համար է արվում եւ դրա համար ես ոնց ասեմ քեն չէի պահում ծնողներիս վրա միշտ էլ վերաբերել եմ նրանց ոնց որ օրինակ իմ առաջի ֆիլմը երբ որ ցուցադրվում էր կինոյի տանը ես ծնողներիս կանչել էի ֆիլմի ցուցադրությանը եւ հորս մոտեցավ մեկը ասեց դուք Ալեքսանդր Խաչատրյանի հայրն եք կներեք հա բան ասեց ոչ Ալեքսանդր Խաչատրյանն է իմ տղան աննես զգացի որ ասում եմ հոզում եմ զգացի որ հայրս է պարտանում է որ իր տղան ինչ որ տեղ է հասել եւ իմ ընտրած ճանապարհով եմ հասել էլի իմ ուժերով իմ ոչ մեկին նեղություն չտալով ու ոչ մեկից օգնություն չխնդրելով բայց ձեր տարեդարձին տեսեք նույնիսկ անձրևին չէիք ուզում տուն գնալ ինչու ինչ էր պատահել չգիտեմ գիտեք ինչ որ տրամադրություն էր որ հասկանում էր որ քո ծննդյան օրն է չգիտեմ նրանց ստացվեց որ ընկերներս էլ էին զբաղված թե ինչ ստացվեց որ ես մենակ եմ եւ այդ մենակությունը ինձ տարավ այդ տրամադրության հարց էր ուղղակի մենակության զգացողություն կյանքի ընթացքում շատ եք ունեցել հա ունեցել եմ հատկապես դժվար ժամանակներին երբ որ որոշում կայացնեի
կարևոր որոշումներ պետք է կայացնեի, երբ որ պետք է որ հարցեր լուծեի, ոչ սովորական հարցեր էլի, ոչ կենցաղային հարցեր, այդ ժամանակներում իհարկե մենակության զգացում ունեցել եմ, որովհետև ես պիտի կայացնեի այդ որոշումները, ոչ մեկի հետ չէի կարողանալու խորհրդակցեի եւ ոչ մեկը ինձ չէր կարող օգնել այդ հարցում, որովհետև այդ ինձ էր վերաբերում մենակ, ինձ եւ իմ ընտանիքին։ Ինչ հարցերի մասին է խոսքը։ Օրինակ որոշումը Ամերիկա գնալու, օրինակ տենց շրջադարձային որոշումների։ Միացյալ Նահանգներ մեկնելու որոշումը միայնձնի է կայացրել, թե ձեր կնոջ հետ։ Չէ, կնոջս հետ եմ կայացրել, իհարկե, այսինքն մենք խորհրդակցեցինք եւ որոշեցինք, որ գնանք։ Բայց պատասխանատվությունը ձերն էր որպես տղամարդ։ Իհարկե, երբ որ ես գնում էի, ես հասկանում էի, որ ամբողջ պատասխանատվությունը իմ վրա պետք է լինի եւ ես եմ, որ պետք է հոգամ այդ ընտանիքի առօրյան եւ ապագան։ Իսկ ուրիշ նման հարցեր եղել են, երբ ավելի սրվել է այդ զգացողությունը։ Դե ընթացքում եղել են, իհարկե եղել են բնակվելու, չգիտեմ, շատ հարցեր են եղել, որ պետք է հա կամ չի ասվեր, երեխեքի հետ կապված, երեխաների հետ կապված, չնայած բոլորը իմ երկու աղջիկներն էլ կեցեն իրանք ինքնուրույն սովորեցին, ինքնուրույն որոշեցին իրենց մասնագիտությունը, ես չեմ խառնվել իրենց ընտրության մեջ, մասնագիտական, եւ իրանք գոհ են, կարծես թե իրանց ընտրությունից, որովհետեւ իրանց ընտրությունն էր։ Եթե դժգոհ էին, իրանցից պիտի դժգոհ էին, հենց որ ես չեմ խառնվել եւ այ դա էլ որոշում էր չխառնվելն էլ որոշում էր, որովհետեւ գիտեք մի երկրում, որտեղ չափանիշը ամեն ինչի փողն է, երևի թե ամենաճիշտ չափանիշն է, որ մենք ուշ ենք հասկացել եւ սխալ, բայց ամեն դեպքում որոշում կայացնել, որ ասենք մանավանդ երբ որ դու ուսանողության մեջ ես, այդ ընթացքի մեջ ես, ուսանող ես համալսարանի եւ այլն, դու որոշում ես ընտրել մի մասնագիտություն, որը այդքան էլ ասենք նյութապես չի, հա, բերում է ինչ որ կապրես, նորմալ կապրես, բայց մեծ եկամուտ չի ապահովում։ Մեծ եկամուտ չի ապահովելու։ Էլի չխառնվեցի, որովհետև այդ էլ որոշում էր, որ չխառնվեմ, թող իրանք ընտրեն, որովհետև եթե իրանք զբաղվեն իրանց չսիրած մասնագիտությամբ, իրանց կյանքը դժոխք կդառնա, որը ես չէի ցանկանա իհարկե։ Պարոն Խաչատրյան, առհասարակ դուք ինչպեսի հայր դարձաք ու արդյոք ամեն դեպքում ձեր հորից ստացած դաստիարակչական որոշակի մեթոդներ օգտագործեցիք նաև ձեր աղջիկների հետ շփման մեջ, թե դուք ձևավորեցիք ձեր մեթոդը։ Չէ, ես երբեք իմ ծնողների մեթոդով չեմ գնացել, ընդհակառակը ես մտածել եմ, որ այդ սխալ մեթոդ է, որովհետև ինքս իմ կաշի վրա եմ զգացել, որ դա սխալ է։ Խոսքս միայն ծեծի մասին չէ, հասկանում եմ, բայց իհարկե շատ բաներ, ուզեմ թե չուզեմ, ժառանգաբար գալիս էին, դաստիարակչական մեթոդների մասին է խոսքը, բայց ես հիմնական բաներում, օրինակ իմ մեծ աղջիկը երկար ժամանակ ինձ մեղադրում էր, որ ինքը արդեն ստեղ հաջորդ տարի պետք է ավարտեր դպրոցը, ինձ մեղադրում էր, ինչի ինձ բերեցիր Ամերիկա, ես իմ դպրոցն եմ ուզում, իմ վիպուսկնոյն եմ ուզում, իմ դասարանն, իմ ընկերներն եմ ուզում, ինչի ինձ բերեցիք Ամերիկա, բայց սնենց եղավ, որ հետո ինքը արդեն տարիներ անց, մի քանի տարի անց դրանից դպրոցը ավարտելուց հետո, համալսարան ավարտելուց հետո երկու քուրով եկան Հայաստան եւ ասես ոնց էր Հայաստանը։ Ասես պապ, ես իմ ընկերներին չէի հասկանում։ Ուղղակի ես իրանց չէի հասկանում, իրանց չեմ հասկանում իրանց մտածելակերպը, բան չեմ հասկանում։
ասացի դե հիմա ոնց չի ասած ես ճիշտ տեղում եմ երևի թե դա հիմա չգիտեմ իսկ փոքր աղջիկս աղջիկը եկավ Հայաստան հա ապրելու։ փոքր աղջիկս ուսանող ժամանակ ասաց պապ ես կրթությունս ստեղ կստանամ բայց ես Ամերիկայում չեմ ապրի ես կգնամ Հայաստան աղջիկս քո ընտրությունն է քո կյանքն է ոնց կուզես տենց էլ վարվի դու ինքնուրույն մարդ ես արդեն եւ համալսարանը ավարտեց ինստիտուտը ավարտեց այնտեղ եւ եկավ Հայաստան արդեն քանի տարի մոտ 10 տարի է Հայաստանում ապրում եւ շատ գոհ ու երջանիկ Ինքն էլ մեղադրանք ուներ Միացյալ Նահանգներ մեկնելու որոշման համար, թե ինքը ավելի հաշտ էր։ Չէ, ինքը ավելի փոքր էր երևի, ավելի հաշտ էր, ուղղակի զավեշտալի պատմություն էր, որ ձմեռնա նոր տարվա գիշերը մենք նոր ենք գնացել Ամերիկա, առաջին նոր տարին է, եւ այս մեր պատուհանը տան բավական լայն էր ու ցածրից էր սկսում։ Աղջիկս կանգնած էր պատուհանի դիմաց, դրսում անձրև էր գալիս, ասես կանգնած լուր նայեց, սրանց ծմերը նոր տարվա գիշեր։ Այդ էր ամենամեծ դժգոհությունը։ Դա հետո դպրոց ընկերներ կամաց ընտելացավ, բայց ինքը ոչ մի բան չասեց։ Ուղղակի այդ ամեն ինչի ֆինալը եղավ են, որ ինքը սուսուփուս թողեց եկավ Հայաստան։ Իսկ դուք ձեր մեջ մեղադրանք ունեիք ձեր հանդեպ, որ երեխաների միջավայրը փոխեցիք, իրենք գուցե չեն հարմարվում։ Գիտեք, արդյունքին նայելով, չէ։ Բայց այն պահին դուք չգիտեիք, չէ՞ արդյունքը ինչ Չէ, է ես չգիտեի ինչ է լինելու արդյունքը, բայց այս տարիքում արդեն ես արդյունքին նայելով տեսեք ամեն մարդ իր կյանքը դասավորեց, ամեն մարդ իր կրթությունը ստացավ եւ իր որոշումը կայացրեց, որտեղ ապրի, ինչ անի, ինչով զբաղվի, ու իրանք գոհ են իրենց կայացրած որոշումներից։ Ինձ ինչն է հետաքրքիր այն ժամանակ, երբ դուք լսում եք ձեր դստեր մեղադրանքը, դուք ինքներդ ձեզ մեղադրում եք, թե չէ։ Իհարկե։ Իմպլանտում էսթետիկ բժշկության կենտրոնը զարգացնում է ոչ միայն էսթետիկ միջամտությունների որակը, այլև ավելի խորացնում է ուղղությունը դեպի բժշկություն, արտաքինից շեշտը դնելով առողջության վրա։ Բժշկուհի Ելենա Ադամյանը մեզ կպատմի, թե ինչ նորություններ ունեն իմպլանտումում։ Ողջույն։ Ողջույն։ Ելենա, ինչ նորություններ ունեք իմպլանտումում։ Ես շատ ուրախ եմ Ամալիա, երբ ամեն անգամ մենք հանդիպում ենք, ես կարողանում եմ ձեզ նորություն ասել։ Մեզ մոտ նոր պրոցեդուրա արդեն գործում է, էսթետիկ գինեկոլոգիա, կանանց համար մենք երկար մտածելով եւ հարցումներ իրականացնելով հասկացանք, որ այս ոլորտը բավականին բաց է եւ մեզ մոտ ունի պահանջարկ հենց մեր կլինիկայում։ Ինչու որոշեցիք ներգրավվել այս պրոցեդուրան։ Քանի որ մենք ի սկզբանե որոշել էինք, որ մեր կենտրոնը բացվելուն պես պետք է շեշտադրում ունենա բժշկական ուղղվածության, կարևորելով շատ մեր կանանց առողջությունը, անպայմանորեն ներդրեցինք այս պրոցեդուրան, այս ծառայությունը, ինչի համար, որպեսզի սա լինի ոչ միայն երիտասարդացման եւ գեղեցկության, այլ նաեւ կանանց առողջության կենտրոն։ Էսթետիկան դա միայն արտաքին երիտասարդացումն ու գեղեցկությունը չի, դա նաև ներսից առողջ օրգանիզմ լինելն է, իսկ կանանց համար շատ կարևոր է իհարկե կանացի առողջությունը։ Կնոջ իրական ներչանիկ տեսնելու մեջ շատ կարևոր է նաև նրա կանացի առողջությունը, հետևաբար մեր թիմ ներառել ենք գինեկոլոգ, ով ունի վերապատրաստում էսթետիկ գինեկոլոգիայի մեջ։ Ինչ է իրենից ենթադրում էսթետիկ գինեկոլոգիան։ Հիմնականում մեզ դիմում են այնպիսի բուժառուներ, ովքեր միջին տարիքը արդեն հատել են եւ ունեն որոշակի կանացի խնդիրներ։ Էսթետիկ գինեկոլոգիան դա հիմնականում բնականաբար կանացի օրգանների հետ է կապված, բայց ավելի էսթետիկ առումով, երբ որ կանայք իրենց որոշակի ֆունկցիաներում ավելի կոմպլեքսավորված են, հա, զգում։ Իրականում այս խնդիրները կարող են առաջանալ հետծնդաբերական շրջանում, ովքեր ունենում են բարդ ծնդաբերական ընթացք եւ այդ ընթացքում ունենում են որոշակի խնդիրներ։ Հիմա չեմ թվարկի, հաստատ կանայք հասկանում են ինչի մասն եմ ես խոսում, եւ կան խնդիրներ, որոնք կոմպլեքսավորում են մեր կանանց եւ էսթետիկ գինեկոլոգիան հենց դրա մասին է։ Բացի նրանից, որ առողջությունը առաջնային է, այստեղ նաեւ կան որոշակի էսթետիկ միջամտություններ, որոնք
կնոջը շատ ավելի ինքնավստահ են դարձնում եւ արձերփազատում իհարկե կոմպլեքսներից։ Իսկ ինչ է այս բուժումն իր մեջ ներառում։ Որոշակի ներարկումներ, էսթետիկ կարող է լինել, կարող են օգտագործել իհարկե ֆիլերներ, ինտիմ ֆիլերներ։ Ներառվում են ապարատներ, մենք խոսել ենք մեր վիորայի մասին, մեր վիորան ունի նաև գինեկոլոգիական գլխիկ, որը նույնպես իրականացվում է այդ շրջանում, եւ իհարկե բուժական արդեն կարող է պլազմա թերապիա ներառված լինի եւ իհարկե մի շարք արդեն գինեկոլոգիական բուժումներ, որոնք արդեն տեղում բժիշկը նշանակում է։ Այստեղ խնդիրը բացառապես էսթետիկ լուծումն է, թե նաև առողջական խնդիր ենք լուծում։ Ոչ, միայն էսթետիկը չի, որովհետև մեր բժիշկը հենց գինեկոլոգ է, լինում է, որ դիմում են, խնդրով, ես մի օրինակ կարող եմ բերել անմիզապահություն, մարդիկ դիմում են այդ խնդրով, բայց պարզվում է, որ մի փոքր էսթետիկ միջամտություն իրականացնելուց կարելի է այդ խնդիրը լուծել։ Բայց դա մեր ժողովրդի մեջ տարածված է, որտեղ երկարատև բուժում կարող է իրականացվել, այսինքն կարող է բուժումը համատեղել իհարկե նաև էսթետիկ որոշակի միջամտությունով։ Կենտրոններ կան, որոնք հենց շեշտը դրել են էսթետիկայի վրա, բայց այստեղ խնդիրը հենց բժիշկը պետք է իրականացնի, հենց գինեկոլոգը իրականացնի, որովհետև ինքն է տարբերակում դա առողջական խնդրի հետևանք է, թե պարզապես ինչ որ առաջացել է խնդիրը եւ պետք է ուղղակի էսթետիկ լուծումներ ստանալ։ Այսինքն սա պարտադիր բժիշկն է իրականացնում, քանի որ մենք ունենք վիրահատարան, մենք կարող ենք մեզ մոտ նաեւ տեղային ազգայացումով իրականացնել փոքրիկ վիրահատական միջամտություններ։ Այսինքն կան կենտրոններ, որտեղ նման պրոցեդուրան իրականացնում է ոչ գինեկոլոգը։ Ցավոք սրտի, այո, եթե ունեն ապարատ, որտեղ ներառված է գինեկոլոգիական գլխիկը, այդտեղ կարող է ուղղակի սովորական կոսմետոլոգը անցնել, որոշակի կուրսեր եւ իրականացնել, իհարկե դա շատ սխալ է։ Եթե կինը չի ցանկանում լուծել էսթետիկ խնդիր, բայց ունի որոշակի առողջական խնդիր կամ ուզում է անցնել պրոֆիլակտիկ ստուգում, ինչը եւս շատ կարեւոր է առողջության համար, կարող է դիմել իմպլանտում։ Այո, իհարկե, որովհետև մեր մասնագետը հենց գինեկոլոգ է եւ իրականացնում է կոնսուլտացիաներ եւ իհարկե նշանակում բուժումներ։ Պարտադիր չի, որ մեզ դիմեն ուղղակի էսթետիկ խնդիրը լուծելու համար։ Ելենայի ինստագրամյան էջն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Այդ փուլում ինչպես էր ձեզ տրվում նաև ընտանիքի համար ամեն բան ապահովելը, որովհետև դուք մասնագիտական գործունեություն ծավալելու հնարավորությունից զրկեցիք ձեզ, սկսեցիք զբաղվել այլ աշխատանքով, բայց բոլորս հասկանում ենք, թե որքան բարդ է ապրել, աշխատել եւ մի ամբողջ ընտանիքի պատասխանատվություն վերցնել Միացյալ Նահանգներում։ Լինում էին ծայրահեղ իրավիճակներ հենց ձեզ համար, թե միշտ ամեն բան, թեկուզ երբեմն լինում է, չէ, որ այն ծայրահեղ իրավիճակում ինչ որ լույս բացվում է եւ չենք հասնում այդ ծայրահեղ իրավիճակին։ Միշտ տենց է եղել, որ միշտ այն ոնց են ասում թունելի վերջում լույսը երևացել է ու ես միշտ շնորհակալ եմ եղել իմ Աստծուն, իմ բախտին, որ իմ կյանքը տենց է դասավորվել։ Գիտեք, դժվար էր, շատ դժվար էր, մանավանդ առաջին մի քանի տարին, ու երբ որ դու չես կարողանում ինտեգրվես այդ երկրի վարք ու բարքին, չես կարողանում ոչ թե ուղեղով հասկանում ես, բայց ներսդ չի հասկանում այդ հարաբերությունները, ներսդ չի հասկանում այդ ամեն ինչը եւ դժվար էր, իհարկե դժվար էր, հատկապես առաջին մի քանի տարի։ Ես իմ որոշումներից հետո միշտ ոնց որ թե հույս եմ ունեցել, որ իմ որոշումները իրականություն կդառնան, որովհետև ճիշտ է, ես համառորեն գնացել եմ դրան, աշխատել եմ շատ, չասեմ տանջալից, բայց ամբողջ նվիրումով եմ աշխատել, որ հասնեմ իմ նպատակին եւ հասել եմ, ես չգիտեմ այդ այն աշխատանքից է եղել թե իմ բախտից, բայց այնուամենայնիվ ես դժգոհ չեմ իմ ապրած կյանքից, որովհետև բավական շատ բան եմ արել, բավական շատ բան եմ թողել եւ կարծում եմ դեռ կթողնեմ։ Իհարկե։ 4-5 ներկայացում արեցի Լոս Անջելեսում։ Հիմա էլ նկարվում եմ եւ հուսով եմ, որ դեռ անելիքներս ամենալավ գործս չեմ արել, այդ հույսով եմ։ Պարոն Խաչատրյան, կյանքի որոշակի տարիների երեխաները անդադ պատասխանատու են ծնողների առաջ։ Հետո գալիս է մի շրջան, երբ ծնողն էլ է գիտակցում ավելի մեծ պատասխանատվություն երեխաների առաջ։ Ձեր ու ձեր աղջիկների հարաբերությունները հիմա, երբ իրենք արդեն
հասուն կայացած մարդիկ են։ Ինչպես են ձևավորվում ու արդյոք հաճախ եք խոսում իրար հետ։ Միշտ ենք խոսում, միշտ ենք հանդիպում եւ միշտ կիսվում ենք նորություններով, խորհուրդ են հարցնում երբեմն եւ սենց իսկ այն կապը որ միշտ կա մեր կապը միշտ կա միշտ կապի մեջ ենք եւ դե Ամերիկայում հանդիպում ենք անընդհատ աղջկաս հետ, ստեղ էլ միշտ հեռախոսի վրա ենք իրար հետ։ Հիմա որ եկել եք Երևան, երևի թե առաջին բանը ձեր մյուս աղջկան Իհարկե։ կամ ծեր աղջկան հանդիպելն էր։ Իհարկե։ Կարոտին ինչպես եք դիմանում։ Դժվար, շատ ծանր։ Այդ մենակ ես գիտեմ, թե այդ կարոտը ինչ անում իմ հետ։ Իսկ ձեր թորների ծնունդը ինչ փոխեց ձեր կյանքում։ Գիտեք, երբ որ ընտանիքդ մեծանում է, դու քեզ ավելի պատասխանատու ես զգում երևի եւ ավելի հպարտ ես զգում, որ դες ընտանիքդ մեծացավ։ Չգիտեմ, թորներս հիմա հասուն մարդիկ են, ես ուրախ եմ իրանց համար, ուրախ եմ որ ունեմ, մի քիչ դժգոհ եմ որ քիչ ունեմ, բայց ուրախ եմ որ ունեմ այն ինչ որ ունեմ, որովհետև ինչ որ Աստված տվել է երևի մեղք կլինի չգնահատել եւ չոգևորվել, չուրախանալ դրանով։ Պարոն Խաչատրյան, ձեր եւ դերասանուհի Ալիս Կապլանջյանի ընտանիքը միշտ եղել է հասարակության ուշադրության կենտրոնում, ձեզ միշտ սիրել են եւ դուք շատ երկար տարիներ եք միասին եղել, ձեր ընտանիքը օրինակ է եղել։ Ես ինձ թույլ չեմ տա հարցնել, թե ինչ պատահեց վերջին տարիներին, որ ամուսնալուծության որոշում կայացրեցիք, թեպետ դա գրեթե բոլորի համար շոկային որոշում էր, այսինքն հանրության համար դա շատ անսպասելի իրադարձություն էր։ Բայց եթե թույլ տաք, ձեզ ուղղակի կհարցնեմ, թե այդ շրջանը ինչպես ձեզ տրվեց ու փոփոխությունը ինչպես ձեզ տրվեց։ Ասեմ ձեզ, որ այդ մենք երկար եկանք դրան եւ այդ որոշումը շատ ծանր տրվեց այն առումով, որ վերջին հաշվով մենք գրեթե 50 տարի իրար հետ ապրեցինք եւ պարզվեց, որ ինչ որ բաներ կան չասված, կիսատ մնացած, որ ես չեմ ուզում պատճառների մասին խոսել, բայց այտենց ստացվեց, որ մենք հասկացանք, որ երևի թե ճիշտ կլինի, որ մենք առանձին ապրենք, առանձնանանք եւ ես մոտ մի տարի մենակ էի ապրում, մի տարի երևի ավել մենակ էի ապրում եւ ելի եմ մենակ, ուղղակի ելի մենակ եմ ապրում հիմա, ուղղակի մի քիչ ծանր է երևի մենակ լինելը, չգիտեմ կնոջ համար ոնց է, բայց տղամարդու համար հատկապես ծանր է մենակ լինելը եւ բայց ես կարծում եմ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, որովհետեւ գիտեք անընդհատ վիճելն էլ մի կյանք չի էլի։ Դե Գալիս է մի պահ, երբ պետք է ուղղակի զիջել, թե կան կետեր, որտեղ զիջելն էլ արդեն չի փրկում իրավիճակը։ Անես չի որ զիջելու հարցը։ Խնդիրը ուրիշ այլ կերպ է ստանում, երևի այդ տարիներից հետո արդեն ուրիշ տեսակ խնդիր է, ոչ թե զիջել չզիջելու, այլ երևի թե համատեղության խնդիր է կամ չգիտեմ, ինչ-որ ուրիշ կենսաբանական խնդիր է գալիս մեջտեղ, որ անհասկանալի մի բան է դառնում։ Վերջին 1 տարում ձեզ ավելի հաճախ տեսնում են նաև ձեր երիտասարդ կողակցի հետ, ձեր համատեղ լուսանկարներն են տարածվում համացանցում, այսինքն որպես այդպիսին հարաբերությունները չեն թաքցվում եւ շատերի մոտ տպավորություն ստեղծվեց, որ ամուսնալուծությունը նոր հարաբերությունների ֆոնին էր։ Իրականում Իրականում մեկը մյուսի հետ կապ չուներ, այդ մեր հարաբերությունները շատ հետո եկան, տարուց ավել հետո եկան, որ ես մի տարուց ավել մենակ էի ապրում։ Շատ հետո եկան եւ կարծում եմ գոնե առայժմ մենք լրացնում ենք իրար, ամեն մեկս
մենք ամեն մեկս ազատ մարդիկ ենք, այնց չի որ պարտավորվածություններով ծանրաբեռնված ենք ուրիշների հանդեպ, ինքը իր երեխաների, ես իմ երեխաների հանդեպ դա է եւ մենք բավական համերաշխ ենք եւ իրար հետ ենք։ Հիմա նոր հարաբերությունների ձևավորումը ձեզ ինչ տվեց ու արդյոք տեսեք դուք նշեցիք, որ մենակ լինելը բավականին դժվար է, արդյոք դա ձեզ համար նաև հոգևոր անհրաժեշտություն էր։ Գիտեք ինչ, կողքիդ ունենաս մի մարդ, որը քեզ հասկանում է, որին դու ես հասկանում եւ որը կայացած մարդ է իրենով, շատ կարեւոր է, երբ որ մանավանդ երբ որ դու ինքդ ես կայացած եւ ինքդ ունես քո կյանքը, քո մասնագիտական կյանքը, ասենք, եւ միշտ կողքիդ փնտրում ես երևի թե նույն ձևի մեկին, որի հետ կարողանաս մտերմիկ հարաբերություններ ունենալ եւ որը կլրացնի այն պակասը եւ հոգեվոր եւ ֆիզիկական պակասը, որը դու ունես քո մեջ։ Իսկ տարիքային տարբերությունը չի ազդում հարաբերությունների վրա, թե ոչ։ Մեր մոտ չի ազդում։ Առայժմ գոնե միջև հիմա գոնե չի ազդել, մենք տարիքային առումով դեռ չենք խնդիրներ ունեցել։ Չգիտեմ հետագայում ինչ կլինի, ոնց կլինի, բայց առայժմ մենք լավ ենք։ Դուք անընդհատ օգտագործում եք դեռ առայժմ բառերը, որովհետև կյանքի փորձը ձեզ սովորեցրել է մի քիչ վախենալ ապագայից։ Չէ, վախենալ չէ։ Ես չեմ վախենում ապագայից։ Ես ուղղակի մտածում եմ, որ երեք մարդը ենթադրում է Աստված կարգադրում, ոնց որ ասում են, այնց որ ինչ կստացվի հետո ես չգիտեմ, ու ոչ ոք չգիտի։ Հիմա ես դրա համար եմ օգտագործում այդ բառերը, որոնք երևի թե ոչ մի կապ չունեն մեր այսօրվա հարաբերությունների հետ։ Դուք հիմա ամուսնություն պլանավորում եք, թե ոչ։ Ոչ։ Ոչ ես եմ պլանավորում, ոչ ինքը։ Մենք որոշել ենք, որ ամեն մարդ պետք է ազատ լինի իր մտքերով, իր ամեն ինչով, ճիշտ է, մենք ունենք փոխադարձ պարտավորություններ, փոխադարձ հարաբերությունների հետ կապված պարտականություններ, բայց ամուսնություն չի։ Ու չենք էլ ամուսնանալու։ Տեսեք, մենք ձեզ միշտ տեսնում ենք ավելի երիտասարդական արյունով լի ու ոչ միայն հիմա այս շրջանում, այսինքն տարիներ շարունակ մենք ձեզ որքան տեսել ենք նախ շատ մայիչ դերասան որպես, երկրորդ որպես երիտասարդ կենսախինդ մարդ, համենայն դեպս միշտ այդպիսի աուրա է եկել ձեզնից լսարանին։ Կյանքի այս տարբեր դժվարությունները ինչ որ փուլերում ձեզնից փորձել են խլել ձեր կենսախնդությունը, թե երբեք կյանքը չի կարողացել խլել դա ձեզնից։ Գիտեք, խլելու հարց չի, ուղղակի երևի թե ավելի շատ ընկճվելու, թե կամ հանձնվելու հարցը ավելի շատ կոտրվելու հարցը, քան խլելու կամ չեմ տալիս, չեմ բան։ Չէ, երևի թե ավելի պարտվել չպարտվելու խնդիր, հա, կյանքին նկատի ունեմ, ոչ որևէ անձի կամ որևէ երևույթի։ Ուղղակի մարդիկ կան, որ կյանքի բեռի տակ կքվում են եւ ծանրանում է իրանց վրա, մարդիկ էլ կան, որ կարողանում են հաղթահարել եւ մնալ այն, ինչ որ այն եղել միջև այդ։ Չընկճվել, հանկարծ չպարտվել, անին ձեզ օգնեց, թե սա ձեր տեսակն է, որը միշտ ձեզ ուղեկցել է եւ ինչպես 10 տարեկանում ձեր հայրիկի հետ խոսակցություններում կարող է չպարտվեք, 18 տարեկանում կարող է չպարտվեք, այդպես կյանքի ամբողջ ընթացքում դուք եք ձեզ ամուր պահել կյանքի առաջ։ Գիտեք, ամեն պարագայում դու պետք է ապրես։ Եվ ինչքան արդյունավետ ապրես, ինչքան կենսունակ լինես ապրելուն, այնքան լավ քո համար առաջի հերթին։ Իհարկե անին իր դերն է ունեցել այդ ամեն ինչում,
բայց ես կարծում եմ, որ ի վերջո իմ բնավորությունն էլ է, որ բերել է ինձ այս վիճակին է հասցրել, որից ես դժգոհ չեմ առայժմ եւ կարծում եմ, որ պետք է ապրել ամեն դեպքում, պետք է ապրել եւ երբ որ ապրում ես, պետք է ապրես մաքսիմալ տաս կյանքին այն, ինչ որ կարող ես տալ։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահներ, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Ձեր դերերի գունապնակը շատ մեծ է եղել։ Իրարից շատ տարբեր դերեր եք խաղացել, հատկապես թատրոնում, դեռ Խորհրդային Միության տարիներին կինոյում շատ տարբեր եւ կարևոր դերեր խաղալու հնարավորություն ունեցել եք, բայց երևի թե վերջին տարիներին ես ինչու եմ սա առանձնացնում, որովհետեւ ես նաեւ իմ կյանքի շրջանով եմ դատում։ Ձեզ համար կարծում եմ շատ կարևոր դեր ունեցավ Կյանքի գինը հեռուստասերիալը, թեպետ դուք այդ ժամանակ արդեն կայացած դերասան էիք, բայց Միացյալ Նահանգներից հենց Կյանքի գինը ձեզ հետ բերեց ասպարեզ եւ ինչ որ առումով կրկին շրջադարձային դարձավ ձեր կյանքում։ Ձեզ համար այս հեռուստասերիալը ինչ նշանակություն ունեցավ։ Ասեմ ձեզ շատ մեծ նշանակություն ունեցավ։ Նախ այն առումով, որ ես հետ վերադարձա կարծես թե իմ մասնագիտությանը։ Ես շատ շնորհակալ եմ այդ ֆիլմի հեղինակներին եւ պրոդյուսերներին, կազմակերպողներին, ովքեր հանկարծ հիշեցին ինձ։ Եվ ես շնորհակալ եմ իմ բախտին նաեւ, որ ստացվեց այնպես, որ ես նկարվեցի այդ ֆիլմում, որովհետեւ դա վերադարձ էր դեպի իմ մասնագիտությունը, ինձ համար գոնե, եւ վերադարձ էր դեպի Հայաստան։ Ես առիթ ունեցա, պատճառ ունեցա Հայաստանում ուղղակի ապրել նորից ու լիարժեք ինտեգրվել իմ մասնագիտության մեջ։ Իսկ դերասանը, որը իր մեջ ունի խաղալու երազանք, կյանքի բերումով զբաղվում է իր գործունեությամբ եւ այս պահին ինքն իրենով չի ծրագրում, որ ես անպայման վերադառնալու եմ եւ խաղամ։ Այդ առաջարկը ստանալուց հետո ինչ էր զգում։ Չգիտեմ։ Ես ողջավորված էի շատ, ողջավորված, ուրախ ու շնորհակալ էի այդ մարդկանց, որ ինձ հրավիրեցին Արմենիա հեռուստատեսության տնօրինությանը եւ շատ շնորհակալ եմ միջև հիմա, որովհետեւ կարծում եմ ֆիլմը ստացվեց եւ ես էլ իմ ներդրումը փոքր ունեցա այդ ֆիլմի կայացման։ Շատ մեծ ներդրում ունեցաք։ Շնորհակալ եմ։ Ձեզ նաեւ Սոս Սարգսյանը ինչ որ առումով առաջ մղեց, որ գուցե կոպիտ հնչի, բայց չվախենաք սերիալներից, որովհետեւ այդ փուլում նոր էր այդ ամեն ինչը։ Բացի այդ, որ Սոս Սարգսյանը մղեց, ուղղակի ես չգիտեի, որով մենք մտերիմ էինք շատ Սոսի հետ եւ ես չգիտեի ուղղակի այսքան ընդմիջումից հետո առաջի սերիան, որ կարդացի, ճիշտ ասած, այնքան էլ ինձ չողջևորեց, բայց խոսում ենք Սոս Սարգսյանի հետ, ասեցի, որ սենց հրավեր եմ ստացել եւ բայց չգիտեմ ինչ անեմ, ոնց անեմ, ասես չհամարձակվես հրաժարվել։ Չհամարձակվես, գնում եք բողոքում եք, դες թող ինձ ներեն իմ գոլեգաները, բայց ասեց, ով ասես գալիս է էկրան, գնա ու աշխատի, գնա ու նկարվի։ Ու ես զգացի, որ իրավունք չունեմ ուղղակի չանելու այդ գործը։ Իսկ դուք կռիվ ունեք այդ ով ասես գալիս է էկրան արտահայտության հետ։ Դե այդ, հա, դրա հետ միշտ չէ, ես այդ երևույթի հետ կռիվ ունեմ։ Իսկ ինչպես եք մի դաշտում գտնվում դերասանների եւ ոչ դերասանների հետ ու ինչպես է ստացվում իրենց հետ գործակցությունը, որովհետեւ ի վերջո խաղում եք։ Շատ ծանր ու դժվար։ Դու չես կարողանում անել այն, ինչ որ ուզում ես անել, երբ որ դիմացինը չի տալիս քեզ այդ մղումը, էլեմենտար օրինակ բերեմ։ Հիմա ես պետք է ջղայնանամ ձեր խոսքի վրա, ասենք։ Բայց դուք ձեր խոսքն այնց եք ասում, որ ես հիվանդի տպավորություն կարող թողնեմ, եթե ջղայնանամ, բայց պիտի զայրույթ լինի։ Դուք նրանց անդարբեր ասում եք, ես ինչի վրա ջղայնանամ։ Հասկանում եք, գիտեք ինչն է,
բանի պակասը, շփման պակասը եւ էմոցիաների պակասը միշտ կա այդ դեպքում, որովհետեւ դու մի ձև ես վերաբերում այդ ամեն ինչին։ Իսկ դիմացինը ուղղակի չգիտի եւ չի կարողանում տալ քեզ այն իմպուլսը, որ դու շարունակես դիալոգը, ասենք։ Գիտեք, մի հետաքրքիր պարադոքս կա։ Տարիներ առաջ եւս դաշտում կարող էին հայտնվել մարդիկ, որոնք դերասանական կրթություն չունեն։ Օրինակ, այդպես եղավ առաջին փուլում նաեւ ձեզ հետ, թեպետ դուք ստուդիայում շարունակեցիք ձեր դերասանական կրթությունը եւ Մհեր Մկրտչյանի, Վարդան Աճեմյանի հետ շփումն արդեն ձեզ համար դերասանական կրթություն էր։ Բայց ինչն էր պատճառը, որ օրինակ Խորհրդային Միության տարիներին, եթե որևէ մեկը առանց դերասանական կրթության թեկուզ հայտնվում էր ոլորտում, ինքը միևնույն է թրծվում էր եւ դառնում էր դերասան, անկախ դիպլոմ ունենալ չունենալուց։ Իսկ հիմա մենք ունենք մարդիկ, որոնք տարիներ շարունակ կարող են նկարահանվեն, բայց որպես այդպեսին սովորում են որոշակի մանրուքներ, թե ինչպես կարելի է ներկայանալ որպես դերասան, բայց այդ ձեր ասած էմոցիան դերասանական, որը պետք է, չեն կարողանում տալ։ Գիտեք ինչ, ամբողջ խնդիրը նրանում է, որ իրենք ինչ հետք են թողնում իրենց գործունեությամբ։ Գիտեմ, ամեն դեպքում ես դեմ եմ այդ երևույթին, ամեն դեպքում դե գիտեք ինչա, հիմա էժան են, մարդիկ ուզում են, նույնիսկ մարդիկ կան, որ նկարվում են առանց փողի, բայց դա ընդունելի չի իմ կարծիքով, ինձ համար։ Գոնե ընդունելի չի։ Իսկ ձեր ներկայությունը ֆիլմում ապահովելը թանկաճույք է։ Չէ։ Շատ քիչ եմ վճարվում։ Ինչպես բոլոր դերասանները մեր իրականության մեջ։ Պարոն Խաչատրյան, հիմա ինչպիսին է ձեր կյանքը։ Ինչպես է լցվում ձեր առօրյան։ Վայ, հիմա ես նկարահանվում էի մի ֆիլմում, որ ավարտեցինք, ես հույս ունեմ, որ հիմա վերադառնամ Ամերիկա, նորից ինչ-որ ֆիլմ պիտի լինի, եւ այդպես։ Արծաթագործությամբ այլևս չեք Չէ, այլևս զբաղվում։ չեմ զբաղվում արծաթագործությամբ։ Ամերիկայում ես անցել եմ թոշակի արդեն։ Դերասանի համար ունենալ այդ որոշակի անկայունությունը այն իմաստով, որ տեսեք դուք հիմա վերադառնում եք Միացյալ Նահանգներ, հույս ունեք, որ նոր առաջարկ կլինի, բայց չգիտեք ինչ կլինի, այսինքն ձեր գործունեության դաշտը միայն ձեզնից չի կախված։ Միշտ է տենց եղել։ Ինչ է սա նշանակում։ Միշտ է տենց եղել։ Դերասանը միշտ սպասել է, որ իրանք հրավիրեն որևէ ֆիլմի, որևէ աշխատանքի, որովհետև մեր մասնագիտությունը ես ամբողջ կյանքս նախանձել եմ նկարիչներին, որոնք իրանց մոլբերտը կվերցնեն, գնան սարի գլխին, կնստեն կնկարեն, կուզենամ կնկարեմ, չեմ ուզենա չեմ նկարի։ Բայց դերասանը տենց չի, դերասանը կապված է ռեժիսորից, կապված է սցենարից, կապված է իր գոլեգաներից, իր քրուից, շատ բաների հետ է կապված դերասանը եւ կապված է նրան կհրավիրեն այդ ֆիլմի նկարվելու թե չէ։ Մեր մասնագիտությունը այդ առումով շատ դաժան է։ Իսկ այդ դաժանությունը ի վերջո փոխհատուցվում է հանդիսատեսի սիրով։ Այդ նայած ով ոնց ինձ համար փոխհատուցվում է, ես գիտեմ, որ ինձ սիրում են, չնայած չեմ շփանում դրանից, ես մնում եմ էլի իմ վիճակում, իմ համեստության մեջ, բայց ես գիտեմ, որ ժողովուրդը ինձ սիրում է։ Ավելի երիտասարդ տարիներին եղել է շրջան, երբ այդ սիրո ալիքը հակառակ ձեզ ընդունեք։ Չէ, գիտեք, անես չի եղել, որ չէ, եղել է, որ ես հպարտությամբ եմ ընդունել այդ սերը, հպարտացել եմ դրանով, մինչև հիմա էլ հպարտ եմ, որ ինձ ժողովուրդը սիրում է շատ, բայց ես միշտ մտածել եմ, որ միշտ քիչ եմ տալիս ժողովրդին, միշտ մտածել եմ, որ եթե հնարավորություն ունենամ, շատ ավելին պետք է տամ, որովհետև ես պարտավոր եմ այս ժողովրդին, պարտավոր եմ իմ ազգին, պարտավոր եմ իմ հայրենիքին։ Երբ նայում եք ձեր կյանքի ճանապարհին, դուք ի վերջո կարողացաք ստեղծել եւ ապրել ինչ-որ առումով նաեւ երազանքների կյանք, թե խնդիրները ավելի շատ էին։ Դե երազանքները, գիտեք, երազանքը այնա, որ միշտ երազանքը, որ միշտ կա ու դու միշտ երազում ես ավելիին։ Բայց չէ որ դուք կարող եք 18-ում երազեիք մի բանի մասին, որը 35-ում ունեիք, 35-ում մի բանի մասին, որը 45-ում ունեիք։
հենց տենց է։ Դա է կյանքի ամբողջ իմաստն ու պրոգրեսը, որովհետև եթե դու չերազես ավելի մեծի, ավելի կարևորի մասին, դու չես անի երևի։ Կբավարարես ու կմնաս կլճանաս։ Ձեր բոլոր երազանքներն են իրականացել։ Ես կարծում եմ ոչ։ Ես դեռ երազանքներ ունեմ, որ չեմ արել, չեն կատարվել, բայց ու ես կարծում եմ, որ դեռ իմ ամենակարևոր դերը դեռ չեմ խաղացել։ Ձեր մտքում ունեք, որն է ձեր ամենակարևոր դերը։ Հա, ես ինչ որ բաներ ունեմ, որոնք երազանքներ ունեմ, որոնք կուզենայի խաղալ, շատ բաներ ունեմ, շատ երազանքներ ունեմ, որ կուզենայի խաղալ, բայց կլինի այդ հնարավորությունը թե չէ, տեսեք էլի գալիս նրան, որ այդ կախված է շատ բաներից, կգրվի սցենար այդ մասին, թե չի գրվի, ուզենան ինձ, թե չեն ուզենա, ես կհամապատասխանեմ, թե չէ, շատ բաներից է կախված այդ իմ երազանքի իրականանալը։ Հետաքրքիր է, բայց ժամանակին դուք ինքներդ էլ ֆիլմ ստեղծելու փորձ ունեցաք, ճիշտ է, դրա համար վաճառեցիք նաև ձեր այգին Հա, եւ դե ոչինչ, այդ կարևոր չի։ ամեն դեպքում դա ձեզ հեշտությամբ չտրվեց, բայց հիմա մտածում եք նորից դուք ստեղծեք ձեր ֆիլմը, ձեր երազանքի դերը։ Իհարկե մտածում եմ, գիտեք, եթե չերազես, երբեք չես ստեղծի ոչ մի բան։ Ամեն ինչի ստեղծվելը սկսվում է երևի երազելուց։ Սկզբից երազում ես, հետո սկսում ես աշխատել, ավելի կոնկրետ, հետո կամաց-կամաց դառնում է իրականություն։ Ու արդեն անցնում ես մյուս երազանքիդ։ Ու սկսում ես նորից երազել։ Երևի սա է կյանքը։ Հիմա ինչ ֆիլմ ստեղծելու մասին եք։ Թողեք չխոսեմ այդ մասին։ Թողեք թող մնա գաղտնիք առայժմ, որովհետև այդ դեռ երազանք է, չնայած կոնկրետ արդեն ինչ-որ քայլեր արվում են, բայց դեռ երազանք է։ Պարոն Խաչատրյան, եւ մենք սկսեցինք Հայաստանի հետ կապվածությամբ, ուզում եմ զրույցը նաեւ եզրափակենք այդ թեմայով։ Դուք ձեր խոսքում մի կարևոր բան նշեցիք, որ ձեր հոգեվոր կապը Հայաստանի հետ շատ ուժեղ է։ Դուք հոգեվոր արժեքները այստեղ ավելի ամուր եք զգում, քան Միացյալ Նահանգներում, թե դա այլ բան է։ Իմ կապը այդ հոգեվոր արժեքների հետ իհարկե ստեղ ավելի ամուր է, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որովհետև նախ ես Ամերիկայի մշակույթի համար ոչինչ չեմ արել, ցավոք, եւ դրա հետ միասին իմ հոգեվոր կապն էլ ավելի թույլ է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, քան Հայաստանի հետ։ Ես շատ կուզենամ, որ այս կապը երբեք չփոխվի, միշտ իմ կապը Հայաստանի հետ սենց ամուր լինի։ Ըստ ձեզ հոգեվոր արժեքները Հայաստանում հիմա օրինակ ավելի ամուր են, քան ենթադրենք 20 տարի առաջ, 40 տարի առաջ, թե հակառակը հիմա թուլանում են։ Գիտեք, ես մի բանից եմ վախենում, որ հանկարծ չհիասթափվեմ, չմտածեմ, որ հոգեվոր կյանքը Հայաստանում մեռնում է, ու ես չեմ ուզում այդ մասին մտածել եւ վախենում եմ նրանից, որ հանկարծ մի օր չարթնանամ ու չհասկանամ, որ ինձ ոչինչ չի կապում Հայաստանի հետ այլևս։ Ես շատ եմ սարսափում եմ ուղղակի դրանից, որովհետև ես հիմա հեռվից եմ նայում, ճիշտ է, օբյեկտիվ եմ նայում ու տեսնում եմ, որ հոգեվոր կյանքի տեսակը փոխվում է Հայաստանում։ Առաջ ավելի հոգեվորը ավելի շատ էր, քան հիմա։ Ցավալի բան եմ ասում, բայց այս մեծ թեմա է եւ առանձին խոսակցության թեմա է։ Իսկապես։ Ամեն դեպքում կնշեք այն կետերը, որոնք ըստ ձեզ թուլացնում են մեր հոգեվոր արժեքները։ Դե գիտեք ինչ, արժեքները փոփոխվում են եւ ցավոք արժեքները փոփոխվում են դեպի ավելի։ Տեսեք, ես եկել եմ նյութական աշխարհից, բայց չեմ ուզենա, որ իմ երկիրը, իմ Հայաստանը այդքան նյութականանա, ինչքան, ասենք, գիտեք, այդ նյութական լինելը երևի մեծ պետությունների համար է բնորոշ։ Գիտեք, մենք գրեթե ձրի ստեղծում ենք հոգևոր արժեքներ, որոնք գնահատվում են։ Իսկ այնտեղ հոգևոր արժեքների համար շատ թանկ են վճարում, շատ թանկ։ Ու ես չգիտեմ, մենք չենք կարողանալու թանկ վճարել մեր հոգևոր արժեքների համար։ Այսինքն թանկ վճարել դերասանին, թանկ վճարել քանդակագործին, նկարչին, կոմպոզիտորին, եւ այդ ամեն ինչը չբերի նրան, որ մենք
հոգևոր անկում ապրենք, էլի։ Մեր հոգևոր հիմնական արժեքները որոնք են ըստ ձեզ։ Մարդը եւ մարդասիրությունը։ Երկու բառով ասեմ, որ չտարածվեն, հիմա դա էլ առանձին թեմա է։ Իմ կարծիքով մարդը եւ մարդասիրությունը։ Եվ մեր զրույցի վերջին հարցը, պարոն Խաչատրյան, դուք տարիներից վախենում եք, թե դա ձեր իմաստնությունն է, որը ամեն տարվա հետ գալիս է։ Ես չեմ վախենում տարիներից, ես վախենում եմ անգործությունից։ Ես վախենում եմ մի օր հանգարց արթնանամ ու հասկանամ, որ ես պետք չեմ։ Ես դրանից եմ ավելի շատ վախենում, քան տարիներից։ Չնայած տարիները կարող է բերեն դրան, բայց ես էլի ասում եմ, դրանից ավելի շատ եմ վախենում, քան տարիներից։ Տարիներից չեմ վախենում։ Շնորհակալ եմ շատ մեր զրույցի Ես համար։ եմ շնորհակալ։ Հետևեք Live Room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։